Թեև դեռ ժամանակ կա մինչև Սուրբ Սադիկը, բայց շատ ընտանիքներ արդեն սկսել են պատրաստությունները, մտածելով տոնական սեղանի մասին։ Այս տարի հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սադիկը նշում է ապրիլի 5-ին, իսկ վրաց ուղղափառ եկեղեցին ապրիլի 12-ին։ Այդ տարբերությունը ևս մեկ անգամ ընդգծում է ավանդույթների բազմազանությունը, սակայն բոլորի նպատակը նույնն է՝ արժևորել տոնի խորհուրդն ու այն դիմավորել ընտանիքի ջերմ միջավայրում։ Սխիդա Պասկա, რომელიც աուչիլեբա տունդա իqos ալբոմիս սուպրազե դա կերց ղիղեբեբա Մինչև Սադիկը բարդաթիր է, որ սեղանին լինի ձու եւ Պասկա։ Ձուն ներկում են կարմիր ուրբաթ օրը, ինչպես նաեւ պատրաստվում են հատուկ զատկական զամբյուղներ։ Պատարագից հետո քահանան օրհնում է դրանք եւ միայն դրանից հետո արդեն ընդունված է ճաշակել ձու, Պասկա, միս եւ այլ տոնական ուտեստներ, կիսելով ուրախություն է ընտանիքի անդամների հետ։ Ակուրտխებს համաս ყველაფერს და მე უკვე მივირთმევთ უკვე აღარ არის მარხვადა ერთად მივირთმევთ ნაკურთხს კვერცხს და პასკას ყველს ვისაც ეჭმება მოკლედ ხორცს და ასე შემდეგ Այսօր ժամանակի փոփոխության հետ մեկտեղ շատ ընտանիքներ զատկի սեղանը փորձում են դարձնել ավելի հետաքրքիր եւ յուրահատուկ։ Բացի ավանդական կերակրատեսակներից կան մարդիկ, ովքեր պատրաստում են նաեւ չրատեսականիներ, ջրերով զարդարված քաղցրավենիքներ եւ առողջարար ուտեստներ, որոնք սեղանին տալիս են նոր գույն ու համ։ Ես իմ ձեռքով ամեն բան պատրաստում եմ ինքս։ Ես դրսից ոչ մի պատրաստած բան չեմ բերում։ Ամեն բան տանտիրուհին պետք է ինքը պատրաստի իր ձեռքով։ Համեղ ճաշակով եւ գեղեցիկ։ Սականի շատ եմ պատրաստել, հիմա ունեմ դրած կիվի ճիրն է։ Դեռ չի չորացել։ Շատ չրեր եմ պատրաստում։ Ծիրան, դեղց, հետո ինչ ենք պատրաստում ճաղ, խնձոր, տանց, բանան եմ պատրաստում։ Տարբեր Ասենք այս տարի սպիտակ բալետ չկարողացա, որովհետև չկար։ Իմ լավ ճաշակով այդ բալետ չկար։ Բայց ամեն բարկից պատրաստում եմ։ Ամեն քիչ պատրաստում եմ։ Խանութը չեմ վերցնում, աղջիկ ջան։ Ես ինքս եմ պատրաստում։ Չնայած տոնին նույն հոգևոր նշանակությանը հայ առաքելական եկեղեցին եւ վրաց ուղղափառ եկեղեցին հետևորդների սեղաններում կան որոշ տարբերություններ։ Առաքելական ավանդույթում հաճախ պահպանվում են ավելի պարզ ու ավանդական ուտեստներ, մինչդեռ ուղղափառ եկեղեցիներում կարելի է տեսնել նաեւ ավելի բազմազան եւ հարուստ ճաշատեսակներ։ Սակայն երկու դեպքում էլ հիմնական գաղափարը նույնն է՝ տոնը կիսել ընտանիքի հետ եւ պահպանել դարավոր ավանդույթները։